Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ըստ էության 3 խումբ հարցեր է առաջարկում կարգավորել։ Նախ առաջինը պիտի շեշտեմ, որ թե մեր հանրապետությունում, թե միջազգային պրակտիկայում հանրային ծառայությունների ոլորտում եւ առհասարակ ծառայությունների մատուցման ոլորտում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված, արտահերթ կամ կուզեք այսպես ասեմ, արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն եւս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը։ Եվ մեր հանրապետությունում բազում են այդպիսի ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կուզենայի օրինակ առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը որպես այդպիսին, երբ որ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն եւ արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնը առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորությունը դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Բնականաբար առաջին անգամով միայն սահմանափակվել չենք կարող, որովհետև ունենք երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ նաեւ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ Այս դեպքում մեր օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեմ ժամանակը հաջորդ քննության դա 1 ամիս անց քննության վերահանձնումն է, այստեղ եւս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Սա եւս նորից եմ ուզում շեշտել, հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար ստանդարտ սպասելաժամանակից շեղվող ավելի սեմ եւ ավելի հարմարավետ պայմաններում այս process-ը կազմակերպելու համար։ Սա առաջինը։ Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայագրերի թվայնացմանը, այսինքն մեր օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ ունենալ նաեւ թվային տիրույթում թվայնացված տարբերակը այս վկայագրերի եւ ՀՀ տարածքում իրավաչափ համարել, թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Պայմանական սա նաեւ թույլ կտա հետագայում բարեկային ծառայության կողմից, եթե կա որևէ ճանապարհային երթևեկության կանոնի խախտում, եթե անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ ձևով վարչական պատասխանատվության կիրառման։ Սա նաեւ թույլ կտա մեզ գնալու երկրորդ նաեւ փուլ զարգացման ճանապարհով, որովհետեւ հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաեւ լրացուցիչ բոնուսներ մատուցել, բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր նաև ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից։ Եվ երրորդ խումբ, այսպես ասեմ, կարգավորումները վերաբերում են դեռևս անցած նիստով մեր կողմից հաստատված պարոն Գրիգորյան նախաձեռնությանը, որը վերաբերում էր տրանսպորտային միջոցների առողջարքի
թվային հարթակում իրականացմանը, ես նշել էի, որ մենք նաև հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին, որպեսզի կարողանան, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման տրամաբանության մեջ։ Այստեղ այս փաթեթով նախատեսում է արդեն տվյալ հնարավորությունը եւս, որը որ թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն արդեն առաքել կոնկրետ հաշվառման համարանիշը։ Բնականաբար սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկում ենք ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ շեշտել, որ սրանք հնդածս մեր դիտարկած փոփոխություններն են, բայց հաջորդիվ մենք ամբողջովին նաև վերափոխելու ենք առհասարակ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքների եւս։ Այս պահեդրությամբ իրականացնում ենք բիզնես գործընթացների վերլուծություն, որպեսզի հասկանանք վարորդական նաև վկայական ստանալու համար ուսումնառությունից սկսած մինչև այս ցիկլի ավարտը ինչպես կարող ենք ընդհանուր process-ները հնարավորինս թվայնացնել եւ նաև որակի կարևոր չափանիշներ սահմանել այս տեսանկյունից եւս, որովհետեւ հատկապես ճանապարհային անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ մենք հավաստիանանք, որ այն վարորդական վկայականը կամ այն իրավունքը, որը որ տալիս են քաղաքացուն, դա բավարարում է մեր կողմից առաջ քաշված բոլոր պահանջներին եւ հետագայում երթևեկության մեջ հայտնվելու պայմաններում վստահ ենք, որ տվյալ վարորդը հնարավորինս անվտանգ կարող է գործունեություն ծավալել։ Թերևս հակիրճ այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան։ Հիմա մենք քննարկում ենք հարց, որ այդ քննության գործառույթը կարելի է պատվիրակել այն կառույցին, որը այդ կրթությունը տալիս է։ Թե չեն քննարկում նման հարց։ Պարոն Գրիգորյան, եթե նկատի ունեք քննությունը հանձնելու տրամաբանությունը, թե կրթական process-ը։ Ենթադրենք, եթե կան ավտոդպրոցներ, եթե կան, ապա դրամաբանական կլիներ, որպեսզի այդ կրթության հավաստումը իրականացներ ոչ թե պետությունը, ես դժվար եմ պատկերացնում, ոնց կարելի է տեստերի միջոցով գնահատել անձը մեքենա վարել գիտի, թե չգիտի։ Իրոք հնարավոր չի դա անել, կամ եթե նույնիսկ պրակտիկ քննությունն էլ էլի բավարար չի։ Ես կարծում եմ ավելի ամբողջական պատկեր կունենայինք, եթե ուսումը իրականացնողը ակրեդիտացված կառույցը հասկանալով կարգավորման խստությունը եւ կանոնները ինքը ուղղակի հավաստեր, որ այս մարդը իրավունք վարելու կարող է ունենալ կամ չի կարող ունենալ։ Դա այս բան քննարկում ենք, թե մեր պարագայում բացառված օրակարգ է դա։ Պարոն Գրիգորյան, ես նշել եմ նաև նախորդիվ տարբեր քննարկումների շրջանակներում, որ բիզնես process-ների վերլուծությունը, որը որ իրականացնում ենք հաշվառման քննական ստորաբաժանումների, ոչ թե պարզապես բիզնես process-ի թվայնացման կամ վարչարարության պարզեցման նպատակ է հետապնդում, այլ առհասարակ վարորդական իրավունքների տրամադրման եւ մեքենաների գրանցման եւ այլ հնարավոր process-ների ավելի արդյունավետ իրականացմանն է վերաբերում, որովհետեւ միայն process-ը չէ, որ պիտի ապահովի որակ։ Process-ը կարող է հարմարավետություն, ավելի քիչ վարչարարություն ենթադրել, բայց դա պիտի սպասարկի որակին հիմնականում, եւ ձեր նշած տարբերակը բնականաբար դիտարկում ենք։ Այս պայդրությամբ քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ լինի անպայման կրթական բաղադրիչ եւ կառավարությունը այս դեպքում ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները կամ այն բոլոր ստանդարտները, որոնք կարիք կլինի ունենալու կրթական process-ում, իսկ մասնավոր ընկերությունը կկարողանա սպասարկել կոնկրետ կրթությունը եւ մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական process անցած վարորդը, ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալու վարորդական իրավունքի վկայական։ Այս պայդրությամբ այս տարբերակը քննարկում ենք։ Նախարարության դեպքում բազմաթիվ են այսպիսի դրվագները, երբ որ մենք արտապատվիրակում ենք համանման ծառայությունները, այնպես որ հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մեր որդեգրած քաղաքականության համահունչ, սա եւս բացառություն լինել չի կարող։ Պարզապես պիտի դրվագները քննարկենք, որ հատվածն է ենթակա արտապատվիրակման, որ հատվածն է, որ պիտի պարտադիր մնա պետության որոշման կայացման տիրույթում։ Շատ լավ, իսկ այդ թվայնացման մասով Տիկին Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս, հասկանալով, որ ունեմ թվային վարորդական
իրավունքի վկայական։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, Գործողները կարող են կոնվերտ։ այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել, ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար, որևէ ձևով խնդիր չի առաջանա։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Պարզ է։ պիտի ունենաք արդեն։ Իսկ բայց ոնց ինչ կոդով եմ իդենտիֆիկացվում ես այդ պարագայում, եթե ընդհանրենք բարեկային ծառայությունը ինձնից ուզի վարորդական իրավունքի վկայական, ես էլ ասեմ ունեմ էլեկտրոնային, ինքը ոնց է նույնականացնելու։ Պարոն Գրիգորյան, իրան կոդ տամ։ մեր պարեկները բավական զինված են տեխնիկապես, այնպես որ դեմքի նույնականացման տրամաբանության մեջ ձեր վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում պլանշետներում երևում է եւ ձեր անուն ազգանունով բնականաբար կերևա մեր պարեկների մոտ, որ ունեք թվային վարորդական Ես վկայական։ ընդհանրապես ասում եմ անուն ազգանուն, այդ պարագայում ինքը գտնում է իմ էլեկտրոնային վկայականը եւ դեմքով իդենտիֆիկացնում է, որ այդ Այո, անուն շատ ազգանունը հեշտ իմն է։ եւ արագ։ Իսկ այդ շահագործման կտրոնը նույն տրամաբանությամբ։ Այո, նույնը տեղ անձնագիր ասվածը, հաշվառման վկայագիր ասվածը նույնն է։ Տեղ անձնագիր բառը էլ չենք օգտագործելու, չէ՞։ Հաշվառման վկայագիր։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Կին Սարգսյան, շնորհակալություն, որ արձագանքել եք բազմաթիվ բողոքների եւ ժամկետները փոխել եք, որովհետեւ իրականում ստացվում էր այնպես, որ դեկարգի վկայական ստանալու համար մարդը եթե կտրվում էր եւ կարող է եւ պատահական էլ կտրվի 1 կամ 2 հարց չիմանալով 2 ամիս պետք է սպասեր, բայց հիմա ուզում եմ հասկանալ, մենք այնտեղ դնում ենք 7 կամ 14 օրվա ժամկետ, ինչի չենք կարող թույլատրել, որ ամեն օր հանձնի, ինչն է խնդիրը։ Պարոն Հարությունյան, մենք փորձել ենք հնարավորինս մեր գործող ռեսուրսների տրամաբանության մեջ հերթերի ճիշտ կառավարում իրականացնել, որտեղ պիտի նկատենք, որ հավելյալ վճարի դիմաց հավելյալ հերթը, արտահերթ սպասարկումը ենթադրելու է, որ մեկ այլ քաղաքացի, որը դեռևս չի մտել հերթագրման համակարգ, ոչ թե պայմանականորեն կկարողանա այսօր հերթ վերցնել համակարգում, այլ օրինակ 10 օր հետո։ Փորձել ենք հնարավորինս բալանսավորել, որպեսզի առաջին անգամ հերթագրվողները շատ ավելի ուշ ժամկետում չսպասարկվեն, բայց ասեմ, որ համանման հնարավորությունների պայմաններում մենք կկարողանանք նաև մեր կարողությունները եւս զարգացնել եւ եթե բալանսավորված տարբերակով նկատենք, որ այս ժամկետները կարող ենք ավելի կրճատել, հաջորդ օրը նույնիսկ կարող ենք բոլոր դեպքերում թույլատրել քննության հանձնումը, ապա անպայմանորեն կանել։ Մտնենք process-ի մեջ, հաշվարկները կհասկանանք ընդհանուր որքան են օգտվում մեր քաղաքացիները այս հնարավորությունից եւ հնդածս ավելի կկատարելագործենք մեխանիզմները։